Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր ապրիլի 22-ն է, երեքշաբթի։ Եվրամիության դիտորդները արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները, այդ մասին տեղեկացրել է դիտորդական առաքելությունը X-ի իր էջում։ Դրանում մասնավորապես գրված է, որ Զատկի տոնին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը օր ու գիշեր 27 բարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։ Խոզնավարում Եվրամիության դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Դրանք հնարավոր է արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից։ Ազգային ժողովը շարունակել է այսօր աշխատանքը։ Հատուկ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման ժամկետները մայիսի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1-ը։ Քննարկումը, ինչպես եւ 3 բուռն է ընթացել։ 24-ժամյա ռեժիմով քննարկվող նախագծում 3 առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են կատարվել։ Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը կլինի այս տարվա նոյեմբերի 1-ը, իսկ այս տարվա եկամուտների համար հաջորդ տարի հայտարարագիր լրացնողների համար վերջնաժամկետ կլինի 2026-ի նոյեմբերի 1-ը։ Նախագիծը ներկայացնող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ հնարավոր է մինչև տարեվերջ եւս մեկ փոփոխություն լինի, որը ավելի կպարզեցնի կարգավորումները։ Հարցերը նախագիծը ներկայացնողին չէին կարող լինել։ Քննարկումը շարունակվեց ելույթներով։ Թադևոս Ավետիսյանը իր խոսքում նշեց, թե համակարգը դեռ թերի է, պետությունը իր խոստացած փոփոխությունները չի արել։ Այդ պարտավորությունը կասեցրեք մարդկանց համար, քաղաքացիների համար, մինչև այդ լուծումները կբերեք, նոր այդ պարտավորությունները վրա կհասնի։ Մինչ այդ Թադևոս Ավետիսյանը հատուկ հասցեագրված խոսք էր ասել նախագիծը ներկայացրած պատգամավորին։ Պարոն Թունյան, դուք բնականաբար նաև ձեր կարծիքով տնտեսագիտության ռավիրան եք, մեր օրերի Քեյնսն եք, Սամուելսոնը կամ արդեն ժամանակակից տնտեսագիտության հիմնադիրներից մեկը։ Ես ոչ Դավիթ Ռիկարդոն եմ, ոչ Քեյնսն եմ, բայց ազգային ժողովի պատգամավոր եմ, սովորական փորձում եմ գործը կատարել, իմ կարծիքով նորմալ կատարում եմ։ Հիմա լավ եմ կատարում, վատ եմ կատարում, հետո հաջորդ ընտրություններին իմ ու իմ գործընկերների կատարած աշխատանքը հաշվի առնելով մարդիկ կգնահատեն, դուք չեք գնահատելու։ Ելույթները շարունակվեցին։ Ընդդիմադիր պատգամավորները խոսում էին համակարգի իրենց համոզմամբ թերությունների, իշխանական թևի պատգամավորները առավելությունների մասին։ Այս նախագծի յուրաքանչյուր հաջորդ ամիս հայտարարագրվելու է մոտ 42,000 քաղաքացի։ Ինչքանով է դա իրատեսական, եթե 4 ամսում հայտարարագրվել է ընդամենը 35,000-ը։ Համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելով պետությունը նոր հարկեր չի սահմանում։ Ձեզ դատ ու դատաստանի առջև չի կանգնեցնելու։ Փոխարենը ձեզ տալիս է սոցիալական կրեդիտներ, առողջապահության եւ կրթության ոլորտում ձեր կատարած ծախսերի գումարները վերադարձնելով։ Արդեն մոտավորապես 14,000 մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ միջինացված 90,000 դրամի չափով։ Սիրելի քաղաքացիներ, եթե տարեկան կրթության վրա ծախսում եք գումար, եթե ձեր երեխաների վրա եք ձեր երեխաների կրթության վրա եք ծախսում գումար, լրացրեք հայտարարագիրը եւ հետ ստացեք միջինացված 90,000 դրամ կամ մինչեւ 100,000 դրամ սոցիալական կրեդիտ։ Սերգեյ Բագրատյանն էլ իր խոսքում անցած տոնի խորհուրդը գումարեց փաստերին ու հիշեցրեց, որ օրինագիծը ընդունվում է Զատկի տոնից հետո։ Զատկից հետո է զատվելու է թացը չորից։ Հասարակությունը իրապես պատկերացնելու է եւ կառավարությունը, պետությունը պատկերացնելու է, ինչ իրավիճակ ունենք երկրում։ Այսինքն որևէ անարդարություն, երբ որ նկատում են մեր քաղաքացիները, ահազանգում են այդ մասին եւ հաճախ կա, որ իմ հարևանը այսքան օգտվելով ամեն ինչից նպաստ է ստանում, այնինչ ես ոչինչ չունեմ, բայց նպաստ չեմ ստանում։ Այսպիսի հարցերի պատասխանը կտրվի այս հայտարարագրի միջոցով։ Հերթագրված պատգամավորներից հետո ելույթներ եղան արդեն խմբակցությունների անունից։ Ելույթներում սակայն քննարկվող նախագծին գրեթե տեղ չէր հատկացվել։ Իր կարծիքը Արծվիկ Մինասյանը կարճ ներկայացրեց, ապա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը եւ արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են։ Դուք ուրացել եք Սիմոն Վրացյանին, դուք ուրացել եք Քաջազնունուն, դուք ուրացել եք Խատիսյանին։ Հիմա հիմնավորում թե ոնց եք ուրացել։ Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց
Դաշնակցությունը գնում է Թուրքիայի հետ պայմանագիրակնքում բարեկամության մասին։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, բայց դուք համարում եք, որ Խատիսյանը ուրացող է, թե կամ Քաջազունին կամ Վրացյանը։ Ուրացման համար մեղադրանքները միմյանց հասցեին շարունակվեցին, մթնոլորտը ավելի թեժացավ, ի վերջո ազգային ժողովի նախագահը կրկերը հանդարտեցնելու համար ընդմիջեց նիստը։ Լավ, մանկապարտեզ չի, հանգիստ, նախ դույով խոսա երիտասարդ, լսի, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի, ինչ ձևի խոսում է նույնը ստանում է պատասխան, դու էլ կանգնած մնա խես նստում, մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ, շարունակեք Պանթոնյան։ Հարգելի հայրենակիցներ, ես հիշա Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Ընդմիջումից հետո իրավիճակը քիչ թե շատ խաղաղվեց։ Սերգեյ Բագրատյանը նորից մոտեցավ ամբյոնին, զսպվածության կոչեր արեց, նաև հորդորեց չխոսել սպառնալիքների լեզվով ու հիշեցրեց, որ դալիճում հավաքվածները падգամավորներ են։ Մենք падգամավորներ ենք, մեր աշխատանքը պիտի կատարենք։ Եվ այդ աշխատանքը կատարելու ընթացքում, եթե վեճ է լարում, այդ վեճը պետք է մի րոպե շուտ դադարեցնել, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ցանկանում ազգային ժողովում տեսնել ծեծ, կռի, վեճ եւ խոսքեր, որոնք արժանի չեն հնչելու ազգային ժողովի դահլիճում։ Աղմուկանաց նախագիծն ի վերջո ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Հայաստան խմբակցությունը մինչ այդ հայտարարել էր, որ քվեարկելու են ձեռնպահ, որովհետև թե կողմ, թե դեմ քվեարկել չեն կարող։ Արտակ Հովհաննիսյան, Օրիզոն։ Հարվարդի համալսարանը դատական հայց է ներկայացրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ $2.2 միլիարդ պետական ֆինանսավորման արգելափակման պատճառով։ Համալսարանը մեղադրում է երկրի ղեկավարությանը անօրինական եւ հակասահմանադրական արշավ մղելու մեջ։ Համալսարանը կարծում է, որ ֆինանսավորման չեղարկումը նպատակ ունի ստիպել հաստատությանը փոխել կառավարման համակարգը, վերանայել իր ակադեմիական ծրագրերը եւ զբաղվածության պրակտիկան։ Համալսարանում կարծում են, որ դա հակասում է սահմանադրության առաջին ուղմանը, որը երաշխավորում է խոսքի ազատությունը։ Համալսարանը զգուշացրել է նաեւ, որ պետական ֆինանսավորման կորուստը բացասաբար կանդրադառնա բժշկական հետազոտությունների եւ նոր դեղամիջոցների մշակման վրա։ Վատիկանը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակը, դրանում Ֆրանցիսկոսը խնդրում է, որպեսզի իր մարմինը թաղվի Հռոմի Սուրբ Մարիա Մաջորե պապական բազիլիկայում։ Պապը նաև խնդրել է, որ իր գերեզմանը պատրաստվի Պաոլինայի եւ Սվորցայի մատուրների միջով անցնող կողային միջանցքի թաղման խորշում։ Գերեզմանը պետք է լինի հողում, հասարակ, առանց զարդարանքների, միակ գրությամբ Ֆրանցիսկոս։ Նա ընդգծել է, որ թաղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախորոք փոխանցել է բազիլիկային։ Վատիկանից նշել են, որ Պապը կտակը կազմել է 2022 թվականի հունիսի 29-ին։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից եւ դրան հաջորդած սրտի անբավարարությունից։ Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին։ Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հռոմի 266-րդ պապն է։ 2016 թվական հունիսի 25-ը դեռ երկար կմնա այն մարդկանց հիշողություններում, որոնք ներկա էին Գյումրի քաղաքի համար շատ կարևոր մի իրադարձության։ Իրադարձություն, որը խաղաղության խորհրդով էր ու այդ մեկ օրը քաղաքում տիրում էր մարդասիրության ու քրիստոնեական համերաշխության մթնոլորտ։ Դա Սրբազան քահանայապետի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցն էր Գյումրի։ Քաղաքի կենտրոնական հրապարակում Ֆրանցիսկոս Պապը պատարակ մատուցեց, համամարտկային արժեքներ ու միմյանց նկատմամբ սեր քարոզելով։ Դրանով իսկ Ֆրանցիսկոս Պապի այցը հավերժացավ Գյումրիի պատմության մեջ։ Այց առաջին քրիստոնյա երկիր։ Այսպես էր Ֆրանցիսկոս Պապն անվանել իր այցը Հայաստան, որի շրջանակներում սուրբ ու անմահ պատարակ մատուցեց Գյումրիի կենտրոնական հրապարակում։
Շիրակի մարզը կաթողիկե ամենամեծ համայնքն ունեցողն է Հայաստանում, եւ քահանայապետի Գյումրի այցելելու վճռական ցանկության գլխավոր պատճառը հայ կաթողիկե համայնքի մեծաթիվ ներկայությունն էր Հայաստանի հյուսիսային շրջաններում, որոնց կենտրոնը Գյումրին է։ Այստեղ է գտնվում նաև նորակառույց Սրբոց նահատակած հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցին, որ մայրտաճարն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արևելյան Եվրոպայի կաթողիկեների։ Այդ օրը մարզի բոլոր համայնքների հավատացյալները, ինչպես նաև հայ կաթողիկե եկեղեցու հետևորդները հարևան մարզերից Գյումրիում էին։ Պահը պատմական էր։ Հռոմի պապին տեսնելու, նրա մատուցմամբ Սուրբ Պատարագին մասնակից դառնալու հնարավորությունը եզակի էր։ Հայ կաթողիկե համայնքները հոգևորականների առաջնորդությամբ ինքնակազմակերպվել էին, բազմամարդ հրապարակում, սակայն ոչ մի աղմուկ, ոչ մի իրարանցում չկար, տիրում էր միայն խաղաղություն եւ համերաշխություն, ինչը քաղաքային միջոցառումների ժամանակ չտեսնված բան էր Գյումրիում։ Per celebrare degnamente i santi misteri riconosciamo i nostri peccati. Գյումրիում եւ Շիրակի մարզում ծաղկում են ապրել քրիստոնեական դարավոր արժեքները, սա հատուկ ընդգծվեց մատուցված պատարագի ընթացքում։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձները Գյումրիում իրար սիրելու, համերաշխ ու խաղաղ ապրելու մասին էին։ Սրբազան քահանայապետը կարևորեց, որ անաստվածության տարիներից եւ տեսած աղետից հետո քաղաքի բնակիչները չեն հեռացել Աստծուց, իսկ դրա ապացույցը այն համախմբվածությունն էր, որ ցուցադրեցին կաթողիկե եւ հայ առաքելական եկեղեցիների առաջնորդներն ու հավատացյալները։ Riedificheranno le rovine antiche. Այս վայրերում սիրելի եղբայրներ եւ քույրեր իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որ լսեցինք։ Անաստվածության երկար դարիների հոգևոր գործանում են երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո այսօր գտնվում ենք այստեղ Աստծո շնորհակալություն հայտնելու, հավատը թավանելու ազատության եւ արադացիոնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը հսկայական դժվարություններով հանդերձ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցին նախորդել էր Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը, որի ժամանակ Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական եկեղեցու վարդապետ։ Գրիգոր Նարեկացին տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը արևելքից։ Գյումրիում մատուցված պատարագին եւս Ֆրանցիսկոս պապը հատուկ ընդգծեց Նարեկացու նշանակությունը ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Come si può diventare misericordiosi? Ուզեցի բոլորի ուշադրության հանձնել Գրիգոր Նարեկացու գերբարը, ընդհանրական եկեղեցու վարդապետ։ Նա գարաբետ եւ մարգարեն էր աստվածային ողորմության։ Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարի նրան։ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին էր ու կրկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձեռամբ մեծ եղեռնի 1.5 միլիոն նահատակները սրբադասվեցին։ Սա հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ շրջադարձ բերեց, իսկ Ֆրանցիսկոս պապի անունը հավերժացավ մեր պատմության մեջ, առաջին հերթին նրա ուղերձներին հետևելու համար, սիրել միմյանց, համերաշխ ու խաղաղ ապրել։ Լուսինա Հայրապետյան, Հորիզոն։ Եվ մարզաշխարհից Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը։ Առաջնությունում Շիրակի մարզը նվաճել է 14 մեդալ։ Տղամարդկանց եւ կանանց Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմերում մրցավայր մեկնած 20 մարզիկ մարզուհիներից 9 Շիրակի մարզի ներկայացուցիչներ են եղել։ Նրանք Գյումրի են վերադառնում երկամարտում նվաճած 2 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով։ Ոսկե մեդալակիրներն են Գարիկ Կարապետյանը եւ Վարազդատ Լալայանը, արծաթե մեդալակիրներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը եւ Ռաֆիկ Հարությունյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացել է Գառնիկ Չոլակյանը։ Այժմ այսքանը, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։